Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ 2021 թվականի բոլորական դասների համեմատ ընտրողների քանակը մոտ 100,000-ով նվազել է եւ վերջերս համագործակցության վարչությունների հանձնաժողովի անդամներից մեկը ուղղակի համացանցում շրջանառում էր քաղաքացիներ փորձում ազդել ընտրական իրավունքի շեմի նվազեցման հետ կապված։ Ինչ կարծում անհրաժեշտություն կա առաջիկայում շեմը նկատի ունեք սահմանադրության տարիքային շեմը ընտրական իրավունքի տարիքային շեմի հետ կապված։ Շնորհակալություն։ Մի հարցը շնորհակալ անհրաժեշտում է հարցին անդրադարձել, բայց քանի որ ամեն հաջորդ ընտրությունից հետո քաղաքական ուժերը պատրաստվում են մյուս ընտրություններին ու մինչև պաշտոնական քարոզարշավերի իրենց քաղաքականությունն քարոզն իրականացնում միջազգային փորձը ինչպես այսպես նոր սահմանը որն է որ հետուց ճիշտ է գրանցումներ չկան, առաջադրումներ չկան, քարոզարշավ հայտարարված չի, բայց այսինքն այդ սահմանը որպեսզի իշխող ուժը կամ այսինքն իշխող ուժը ամեն դեպքում առավելություն ունի մնացածի նկատմամբ, այսինքն ինչպես է դա կարգավորվում այլ Շնորհակալություն, պարոն Շուկյան, տեսեք, սկսեմ վերջից միջազգային փորձը, ըստ էության մեր ընտրական օձգի 23 հոդվածը, որը որ 21 թվականին է ամբողջությամբ այսպես ասենք վերաշարադրվել եւ նաեւ 24-ին էլ որոշակի խմբագրություն հենց միջազգային փորձի հիման վրա է արվել։ Հենց այն առաջարկությունները, որ նախորդ ընտրությունների ժամանակ ԵԱԿ-ի մեր դիտորդական առաքելությունները, այսինքն ընտրություններից հետո տվել էին առաջարկությունները, որպեսզի հստակ օրենսդրությամբ հստակեցվի վարչական ռեսուրսի չօգտագործման կանոնները, այսինքն եւ որ դեպքում է դա, այսինքն օրինակ պետական պաշտոնյայի կողմից ինչ-որ գործողություն կատարել կամ ինչ-որ լիազորություն օգտագործելը կարող է դիտարկվել որպես վարչական ռեսուրսի օգտագործում։ Այսինքն ես շատ ասում եմ ինքը շատ հստակ է միջազգային փորձի տեսանկյունից, երբ որ այսպես ասենք ընտրությունները հենց նախաշեմին, չէ՞, որևէ պաշտոնյա կատարում է որևէ գործողություն, որը օրինակ ինքը նախորդ ժամանակաշրջանում, չէ՞, ասենք չգիտեմ 1 տարի էր, ինչը չի կատարել։ Այսինքն ինքը ասենք այնպիսի մի բարեհաճություն է առ քաղաքացիներ, առ ընտրողներ դրսևորել, որը ինքը նախկինում նման բան չի կատարել։ Սա է միջազգային փորձի տեսանկյունից սա է համարվում, որ այ եթե դու ոնց որ դա քո բնական, այսինքն ոնց որ գործունեության բնորոշ չի, այլ կտրուկ տարբերվում է ոչ այդ դրսևորված գործունեությունից, իրենք արդեն այստեղ ասում են, օրինակ այստեղ կարելի է կապ տեսնել ընտրությունների հետ, քննարկել օրինակ վարչական ռեսուրսի օգտագործման հարց։ Բայց եթե ինքը պաշտոնյան, այսպես ասենք, իր բնականon գործունեությունն է ծավալում, ասենք ընտրություններով կաշկանդել ընտրությունների նշանակման փաստով եւ ասել այ սոցիալական ծրագրերը մյուսը մի իրականացեք, այստեղ կնեք միջազգային գործընկերներն են ասում են դա կնշանակի ընտրությունների ժամանակ պետության գործունեությունը դադարեցնել, որտեվ իսկ պետություն չի կարող իր օրինակ սոցիալական ծրագրերը չի իրականացնել, որտեվ դրանից մարդկանց կյանքերն են պայմանավորված։ Եվ չէ, ես չպատասխանեցի պարոն Շողոկյանին մյուս երկու հարցին։ Ընտրողների թիվ։ Հարգելի գործընկերներ, ընտրողների թիվը իրականում 21 թվականի համեմատ, եթե օրինակ 22 թվականին դիտարկեինք ընտրողների թիվը 21-ի համեմատ, նվազումը ավելի մեծ էր։ Այսինքն մոտ 200,000-ով էր 22 թվականին դրությամբ ընտրողների թիվը մոտ 200,000-ով էր նվազել 21 թվականի համեմատ։ Որովհետև երբ որ 22 թվականից հունվարի 1-ից արդեն կարգավորումը ուժի մեջ մտավ, ըստ որի քաղաքացին ընտրողների ցուցակում ներառվում է այն դեպքում, եթե ունի ուժի մեջ անձը հաստատող փաստաթուղթ։ Այսինքն մեր բոլոր քաղաքացիները ներառված են բնակչության պետական ռեգիստրում։
բայց որպեսզի քաղաքացին ներառվի ընտրողների ցուցակում, ինքը պիտի ունենա ուժի մեջ անձահաստատող փաստաթուղթ։ Եվ այս կարգավորումը, երբ որ առաջին անգամ այսպես կիրառվեց, այդ ժամանակ մեր Միգրացիա եւ քաղաքացիական ծառայության գործընկերների այն ժամանակ մեզ տրամադրած մոտավոր հաշվարկի համաձայն մեր ընտրողների թիվը այդ ժամանակ 150-ից 200,000-ով արդեն նվազել էր։ Այսինքն դա այն քաղաքացիներն են, որոնք որ 10 տարի եւ ավել կապը Հայաստանի հետ կտրել են։ Բնականաբար տարեստարի, այսինքն այս կարգավորումը տարեստարի կրկին, այսպես ասենք, ֆիլտրում է մեր ընտրողների ցուցակները, որովհետեւ ժամկետները լրանում է, այսինքն արդյունքում ստացվում է բոլոր այն քաղաքացիները, օրինակ այսօրվա դրությամբ բոլոր այն քաղաքացիները, ովքեր որ 10 տարի եւ ավել Հայաստանի հետ կապը կտրել են, իրենք ընտրողների ցուցակում չեն ներառվելու, այսինքն չունեն ուժի մեջ անձահաստատող փաստաթղթ, իրենք շարունակել են մնալ բնակչության պետական ռեգիստրում, երբ որ անձահաստատող փաստաթուղթ ձեռք կբերեն, իսկ դա կարող է նաեւ հյուպատոսությունների միջոցով իրականացնել, այսինքն դա համապարտադիր չի նույնիսկ որ իրենք վերադառնան Հայաստան։ Այդ դեպքում իրենք միանգամից նորից կվերականգնվեն որպես ընտրողների ցուցակում։ Տարիքային շեմի հետ կապված հարգելի գործընկերներ, դա կոնկրետ առաջարկ է, որը որ առաջին անգամ չի հնչում։ Ես կարող եմ ասել, որ ժամանակին, երբ որ ես որպես падգամավոր ընդգրկված էի Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, այդ ժամանակ էլ եղել այդ առաջարկը, այն ժամանակ ուղղակի որպես падգամավոր իմ կարծիքը եղել է այն, որ նման մոտեցումը, եթե պիտի դիտարկվի, այսինքն ընտրության իրավունքի տարիքային շեմի իջեցումը, դա նշանակում է, որ դա ավելի, այսպես ասենք, ճիշտ եւ ազնիվ կլինի, եթե թափես մնացած բոլոր, այսինքն 18 տարեկանից տրվող իրավունքների եւ պարտականությունների այս բոլոր այս ամբողջ փունջը իջեցվի, որովհետեւ հակառակ դեպքում այն ժամանակ ես ասել եմ, սա եղել է իմ կարծիքը, որ այդ մոտեցումը ըստ էության ընտրական իրավունքը ստորադասում է մյուս իրավունքներին, որովհետև եթե ընտրական իրավունքը իջեցնում ես, բայց օրինակ այնտեղ ամուսնության իրավունքը կամ զինապարտության պարտականությունը եւ այդ կարող ենք ասենք 18 տարեկանից, ասենք տեսեք Հայաստանի Հանրապետության քաղաքացին 18 տարեկան լրանալուց հետո չափահաս է եւ այլևս իր կյանքը ամբողջությամբ ինքն է տնօրինում։ Այսինքն եթե մենք սա իմ կարծիքն է, ես այն ժամանակ հնչեցրել եմ, հիմա էլ եմ հնչեցնում, եթե մենք կարծում ենք, որ մեր քաղաքացիները իրենք, այսինքն ընտրական իրավունքը կարող են օրինակ, չգիտեմ, 17 կամ 16 տարեկանից չէ իրացնել, դա նշանակում է, որ մեր քաղաքացիները չափահաս են դառնում 16 կամ 17 տարեկանից կամ այն տարիքից, որից որ նպատակ, այսինքն այս հնչեցումը։ Ու այստեղից բոլոր մնացած հետևանքներով։ Որտեվ ինձ համար նաև որպես նախագահի մոտեցումը, որ ընտրական իրավունքը այդքան կարևոր չի, կարծում եմ շատ սխալ մոտեցում է։ Ու ասեմ, ուղղակի ձեր քանի որ ձեր կարծում եմ այդ մոտեցումը, ինձ թվում է այդ մոտեցումը, այսպես ասենք, շարունակի մնալ ընդամենը քննարկվող գաղափար։ Տեսեք, կրկնում եմ, ընտրական իրավունքը, այսինքն, երբ որ քաղաքացին որոշում է, թե ով պետք է լինի տեղական կամ գործադիր, այսինքն տեղական իշխանության իրացնողը կամ կառավարության միջոցով իշխանության իրացնողը համապետական տիրույթում, սա, այսպես ասենք, անչափ կարևոր իրավունք է, եւ եթե այս իրավունքը մենք կարծում ենք, որ 16 տարեկան կամ 17 տարեկան մեր քաղաքացիները այլևս կարող են իրացնել, այսինքն ուրեմն իրենք կարող են
իրացնել նաև մնացած բոլոր իրավունքները եւ պարտականությունները, որոնք բխում են չափահասության տարիքը լրանալուց, այսինքն չափահասության տարիքը, որը մեզանում 18 տարին է, ուրեմն ամբողջությամբ պետք է նվազեցվի։ Սա իմ կարծիքն է եղել, ինչ ես հնչեցրել եմ եւ նորի կրկին հնչեցնում եմ, որովհետեւ հակառակ դեպքում, եթե մենք կարծում ենք, որ այն մնացած իրավունքները, պարտականությունները 18-ից հետո պիտի բխեն, բայց ընտրականը կարող է 16-ից կամ 17-ից բխել, սա ուղղակի ընտրական իրավունքի անուղղակի, բայց ստորադասում է։